Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնար իշխանությանը, նշանակում է ինքը կշարունակեր այն գիծը, առնվազն լինի Արցախի հարցում, լինի այլ հարցերում, մասնավորապես տնտեսական։ Փաստորեն տնտեսությունը Հայաստանում օլիգարխիկ, շատ կներեք միկրոօլիգարխիկ բնույթ ունի։ Եվ ես հիշում եմ, որ Միջազգային բանկի ներկայացուցիչը այստեղ դեպ հայեր ազգությամբ, եթե չեմ սխալվում Ներսեսյաններ, նա միջև անգամ հոդվածով հանդես է եկել, այո, որ եթե չփոխվի այս համակարգը տնտեսական կառավարման, ապա լավ արդյունքներ չեն լինելու, ինքը շատ մեղմ արտահայտվեց, նախ եւ առաջ ազգություն Ես հիշեցի, ճիշտ եք ասում։ Հայաստանի տնտեսության կամ ֆինանսական համակարգի գերբևեռացվածության հետևանքները ավելի Այո, խոսվում էր նրա մասին, որ դա մտածված, բաժանված են շուկաները մի քանի այսպես ասած մարդկանց միջև, բիզնեսմենների միջև, եւ ես ասեմ միջև անգամ բացատրությունը, որտեղ ես այդ հնարավորությունը ունեցել եմ որպես Գերագույն խորհրդի ազգային այդ ժամանակ ազգային ժողով չէր, Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ես ունեցել եմ այդ հնարավորությունը շփվել եւ ես ասեցի ինչու եք այդպես անում, ասեցին որ դե փոքր երկիր է Մոսկվայի մի շրջանի չափ է Եվ արդյոք այստեղ այդ ազատ շուկայականը կամ մրցակցությունը այստեղ կաշխատի, այստեղ ճիշտ է, որ հենց լինեն այդպես բաժան, որովհետև լոտը, ինչքան որ մեծ ես վերցնում, ասենք 3 միլիոնի համար ես վերցնում, այդքան նա էժան է նստում եւ այլն։ Ես այդ բացատրությունը չեմ ընդունում, դա կներեք գրեհիկ մատերիալիզմ է իմ կարծիքով, մենք բոլորս անցել ենք այդ պոլիտիկանոմ է կոչվածը, այո, եւ այս առումով ոչ Քոչարյանը փոխեց այդ միկրոօլիգարխիկ այս համակարգը տնտեսության մեջ, ոչ էլ երրորդ նախագահը, այնպես որ եթե մենք խոսում ենք ընդհանրապես թե ինչպես է զարգացել, ես կարծում եմ խնդիրները խորքային եղել են այդտեղ ու շատ հեշտ է եղել բնակչության դժգոհությունը մոբիլիզացնել եւ դա տեղի է ունեցել